Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու երրորդ գիրք, երկրորդ գլուխ։ Դավիթի վերջին հրահանգները Սողոմոնին։ Երբ Դավիթի մեռնելու օրերը մոտեցան, իր որդիին Սողոմոնի բադվեր դվավասելով, ահա ես ամբողջ երկրի ջամփան գերտամ, իսկ դու ուժովցիր ու քաչասիր եղիր։ Դիրոջ քո աստուծույթ հրահանգները բահե, որբեսի անոր ջամփաներեն ընտանաս, եւ անոր կանոնները, բադվիրանները, թադավջիրներն ու վգայությունները բահես, ինչպես Մովսեսի օրենքի գիրքի մեջ գրված է, որբեսի ինչ որ ընես եւ ուր որ երեսը դարձնես, հաջողիս, որբեսի դերը իր խոսքը իրակորձե, որ իմ մասիս խոսեցավ ըսելով. Եթե քո որդիներդ իրենց ջամփաներուն ուշադիրը լան ու իմ արջևս ճշմարտությամբ ընտանան, ամբողջ սիրտով եւ ամբողջ անձով, Իսրայելի քահին վրայեն քեզմե մարդ պիտի չբացի։ Թուն գիտես ինչ որ Շարուհյայի որդին Հովապ ինձ երավ եւ ինչ որ Իսրայելի երկու սպարաբետներուն Ներյան Ափենների ու Հետերյան Ամեսայի երավ։ Արտարև զանոնքը սպանեց, խաղաղության ադեն բادرազմի արյուն տապեց եւ իր մեջքի կոդիին ու ոտքի գոշիկներուն վրա բادرազմի արյուն սրսկեց։ Ուրեմն քու իմաստությանդ համացային վարվե եւ անոր ջերմակ մազերը խաղաղությամբ թժողքը մի իջեցներ, բայց քաղաքացի Պերզելիի որդիներուն հետ գարեկցությամբ վարվե ու սեղանետ ու դողներուն հետ թողլան, որովհետեւ երբ եղբորդ Ափիսողոմի բաժարով փախա, այդպես գարեկցությամբ ինձ մոտեցան։ Ահա Փավուրիմացի Փենյամինյան Քերայի որդին Սեմեհի քուքովը անզիս սաստիկ անեցկով նզովեց այն օրը, երբ Մանայիմ գերտայի, բայց երբ զիս թիմավորելու համար հորտանան իջավ, դիրոճմով երթում հրյանոր եւսի, քեզ սուրով պիտի չմերցնեմ, բայց հիմա զայն ամմեղ մի սեբեր, քանի որ դու իմաստուն մարդ ես ու անոր ինչ ընելիքդ գիտես, անոր ջերմակ մազերը արյունով թժող կիջեցուր։ Դավիթի մահը։ Դավիթ իր հայրերուն հետ քնացավ եւ Դավիթի քաղաքին մեջ թաղվեցավ։ Դավիթ 40 տարի թագավորեց Իսրայելի վրա, Քեփրոնի մեջ 7 տարի թագավորեց ու Երուսաղեմի մեջ 33 տարի թագավորեց։ Սողոմոն իր հոր Դավիթի քահին վրա բազմեցավ եւ անոր թագավորությունը մեծապես հաստատվեցավ։ Ադոնիայի մահը։ Ազգիթի որդին Ադոնիա Սողոմոնի մոր Փեցապեի կնաց։ Փեցապե անորսավ. Արդյոք խաղաղությամբ եկալ։ Անալ պատասխանեց խաղաղությամբ։ Ապա ասավ. Քեզի խոսելիք մունիմ։ Փեցապեսավ խոսե։ Անալսավ. Թուն լավ գիտես թե թագավորությունը իմս էր եւ ամբողջ Իսրայելի աչքերը իմ վրաս էին, որ ես թագավոր լամ, բայց թագավորությունը դարձավ ու եղբորս եղավ, քանի որ իրն էր դիրոճմեն։ Հիմա քեզ մեկ բան կխնդրեմ, զիս մի մերժեր։ Փեցապե անորսավ. խոսե։ Անալսավ. Գաղերսեմ Սողոմոն թագավորինս է, որովհետև ան քեզ չի մերժեր, որ Սունամացի Ափիսագը ինձի դա իբրգին։ Փեցապե պատասխանեց. լավ, քու մասի թագավորին խոսիմ։ Փեցապե Սողոմոն թագավորին գնաց, որբեսի Ադոնիայի մասին անոր խոսի։ Թագավորը զայն թիմավորելու համար ոտքի ելավ եւ անոր երկրբակեց։ Երբ իր քահին վրա բազմեցավ, թագավորին մոր համար աթոր մտնել դվավ ու մայրը անոր աջ կողմը նստավ։ Եվ ասավ. Քեզ մե բզդիկ փամը պիտի խնդրեմ, զիս մի մերժեր։ Թագավորը անոր ասավ. խնդրե իմ մայրս, որովհետև քեզ պիտի չմերժեմ։ Անալսավ. Սունամացի Ափիսագը եղբորդ Ադոնիայի դուր իբրգին։ Սողոմոն թագավորը իր մոր պատասխանեց. Թուն ինչու Ադոնիայի համար Սունամացի Ափիսագը գխնդրես։ Թագավորությունն ալ խնդրե անոր համար, քանի որ ան իմ մեծ եղբայրս է, անոր Ափիաթար քահանային ու Շարուհյան Հովապի համար։ Սողոմոն թագավորը դիրոճմով երթում հրավ եւ ասավ. Աստված ինձի այսպես ու ասկե ավելինն է, որովհետև Ադոնիա այդ խոսքը իր ցանկին թեմ արտասաներ է։ Ոստի հիմա զիս հաստատողը, զիս իմ հորս Դավիթի քահին վրա բազմեցնողը եւ իր խոստումին համաձայն ինձի դուն շինողը դերը Գաբրի Ադոնիա այսօր պիտի մերցվի։ Սողոմոն թագավորը Հովյաթայի որդին Փանյան ղրգեց, անալ հարցագեցավ անոր վրա ու մերցուց։ Ափիաթարի աքսորը եւ Հովապի մահը։
Թագավորը Աբիաթար քահանային ասավ. «Անաթով կնա քու ակարագդ, քանի որ մեռնելու արժան ես, բայց այսօր քեզ չեմ մերցներ, որովհետև իմ հորս Դավիթի արչև դեր Եհովայի դաբանագը գրեցիր, ու հորս բոլոր դարաբանքներուն մասնագից եղար»։ Սողոմոն Աբիաթարը դիրոջ քահանայութենեն զրկեց, որբեսի Սելովի մեջ հեղի դան համար դիրոջ ըսած խոսքը իրակորձե։ Այս լուրը Հովապի հասավ, արտարև Հովապ Ադոնիայի հագեցավ, թեպետ Աբիսողոմի հագած չէր։ Ուստի Հովապ դիրոջ հանդիպումի վրանը փախավ ու զոհասեղանին եղջյուրները բռնեց։ Սողոմոն թագավորին իմացուցին ասելով. Հովապ դիրոջ վրանը փախավ եւ ահա ան զոհասեղանին քով է։ Սողոմոն Հովյաթայի որդին Փանիան ղրգեց ու ասավ. «Քնա, անոր վրա արձակե»։ Փանիա դիրոջ վրանը քնած ու Հովապի ասավ. «Թագավորը սագը հրամայե, դուրս ելիր»։ Անա լսավ. «Ոչ, ես հոս պիտի մեռնիմ»։ Փանիա թագավորին պատմեց։ Հովապ սա ասավ եւ ինձի սաբես պատասխանեց։ Թագավորն անոր ասավ. «Անոր ասածին համաձայներ է, անոր վրա արձակե ու զայն թաղե, որբեսի ինձ մե եւ հորս տունեն հերացնես Հովապի թափած անմեղ արյունը։ Դերը անոր թափած արյունը անոր գլուխը պիտի դարձնե, որովհետև ան առանց իմ հորս Դավիթի գիտակցության իր մե ավելի արտար ու լավ երկու մարդոց Իսրայելի սպարաբեդին ներյան ափենների եւ Հութայի սպարաբեդին հետերյան Ամեսայի վրա արձակեցավ ու զանոնք սուրով սպանեց։ Ուստի անոնց արյունը Հովապի գլուխը եւ անոր զարմին գլուխը պիտի դառնա Հավիդյան, իսկ Դավիթի ու անոր զարմին, անոր դան եւ անոր գահին դիրոճմե Հավիդյան խաղաղություն պիտի լա։ Հովյաթայի որդին Փանիա փարշացավ, Հովապի վրա արձակեցավ ու զայն մերցուց եւ ան իր դունը թաղվեցավ անաբադին մեջ։ Թագավորը անոր դեղ Հովյաթայի որդին Փանիան գարկեց զորքերու վրա, նաեւ թագավորը Սատով քահանան գարկեց Աբիաթարի դեղ։ Սեմեիի մահը։ Թագավորը մարդ ղրգեց, Սեմեիին գանչեց եւ անոր ասավ. «Քեզի դու մը գառուցանի Երուսաղեմի մեջ ու հոն փնագե, բայց անգե դուրս մի ելեր հոս հոն երթալու։ Արդարև լավ գիծիր թե այն օրը, երբ դուրս ելես եւ Գետրոն վտագեն անցնիս, անպատճառ պիտի մեռնիս, քո արյունդ գլուխդ պիտի ըլլա»։ Սեմեի թագավորին ասավ. «Այս խոսքը նպաստավոր է ինձի, իմ դերս թագավորը ինչպես ասավ, քու ծառատ այնպես պիտենե»։ Ուստի Սեմեի շատ օրեր Երուսաղեմ փնագեցավ։ 3 տարին յետք Սեմեիի երկու ծառաները Քեթի թագավորին Մաակայի որդին Անկուսի քով փախան։ Սեմեիի իմացուցին ասելով. «Ահա քու ծառաներդ Քեթի մեջ են»։ Սեմեիի գանքնեցավ, իր էշը համեդեց ու ծառաները փնտրելու համար Քեթ գնաց Անկուսի քով։ Սեմեի գնաց եւ իր ծառաները Քեթեն բերավ։ Երբ Սողոմոնի պատմեցին թե Սեմեի Երուսաղեմեն Քեթ գնաց ու վերադարձավ, թագավորը մարդ ղրգեց, Սեմեին գանչեց ու անոր ասավ. «Քեզի դիրոճմով երթումն էլ չդվի եւ քեզ չաստարարեցի ասելով, լավ գիծիր թե այն օրը, երբ Երուսաղեմեն ելես ու հոս հոն երթաս, անպատճառ պիտի մեռնիս։ Թունալ ինձի սիր, լսած խոսքս նպաստավոր է ինձի։ Ուրեմն ինչու դիրոջ երթումին եւ քեզի հրամայած բադվերիս ուշադիր չեղար»։ Նաեւ թագավորը Սեմեիի ասավ. «Իմ հորս Դավիթի դեմ քու ուրած ամբողջ ճարիքդ գիտես, որուն սիրտը տալ գիտագից է։ Ուստի դերը քու չարությունդ գլուխդ պիտի դարձնե։ Իսկ Սողոմոն թագավորը պիտի օրտվի ու Դավիթի քահը դիրոջ արչև Հավիդյան հաստատվի»։ Թագավորը Հովյաթայի որդին Փանիայի բադվեր տվավ, անալ դուրս ելավ եւ անոր վրա արձակեցավ ու մերցուց։ Այսպես թագավորությունը Սողոմոնի ցերկի մեջ հաստատվեցավ։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։